Ուրեմն սիրուներս, ես այսօր մի հատ շատ հետաքրքիր մակկարտեր եմ ստացել, մուդրոստ շուտա։ Ես անկեղծ ասած ռուս այսպես տարոլոգի ձեռքին տեսա, պատահական թերթում էի YouTube-ը, ու մեկ էլ բերեց այս կալոդան ինձ այսպես ոնց որ քաշեր, ասեր, որ քեզ համար շատ կարևոր է լինելու եւ լավ կարող ենք հասկանալ տվյալ անձնավորությունը ինչ բնավորություն ունի, որն է իր բնավորության այսպես ամենալուրջ, ամենաբնորոշ այսպես հատկանիշը, բայց ես ուզում եմ ասեմ, որ ես արդեն արել եմ 7 եւ 13 տարեկան քույրերի ջրում հայտնվելու կանխատեսումը եւ այն գտնվում է իմ Facebook-յան էջում, չեմ տեղադրի ոչ մի ավել էջ, որովհետեւ չեմ սիրում վերքի վրա աղլեցնել, բայց ում որ հետաքրքիր է կարող է մտնել իմ Facebook-յան էջ եւ տեսնել այնտեղ կանխատեսումը եղել է կարճ, լակոնիկ, ոչ թե 5 ժամանոց, ոչինչ չասող։ Այդ 5 րոպեվա մեջ ավելի շատ բան դուք կհասկանաք, պատճառները, երեխաների վիճակը եւ արդյոք կգտնեն թե ոչ։ Իսկ հիմա գնացինք։ Եթե դուք ուզում եք իմանալ ձեր կողքի անձնավորությունը ինչ բնավորության տեր մարդ է, ուրեմն եկեք 3 տարբերակներից մեկը ընտրեք, իսկ ես կտեսնեմ ձեր կողքի անձնավորությունը իրանից ինչ է ներկայացնում եւ նաեւ ըստ իր պահվածքի կտամ ձեզ խորհուրդ։ Խորհրդի համար եկեք մի վարքյան, այս վերջում շատ այսպես հետաքրքիր կալոդաներ եմ ստացել, հիմա տեսնենք ձերքս որի վրա կգնա, ես դա էլ կվերցնեմ, մի վարքյան ժողաս, ոտ, դուրս եկավ այս կալոդան, սա էլ վերցնենք ու խորհուրդը սրանից վերցնենք, հա։ Եվ տվյալ անձի հետ կապված տարոներից ձեզ խորհուրդ։ Տարոներից ձեզ խորհուրդ տվյալ անձի հետ կապված։ Առաջին ընտրողների համար, երկրորդ ընտրողների համար եւ երրորդ ընտրողների համար։ Այսպես։ Հարգելի առաջիններ, ինչ են ձեզ խորհուրդ տալիս տարոները այն անձի համար, ումով դուք հետաքրքրված եք։ Այստեղ բերել է տուզ միչեյ, խորհուրդ է տալիս առաջնորդվեք ձեր շահերից ելնելով, ինչը որ որոշել եք ավելի այսպես կողմնորոշված լինեք, ավելի ճիշտ որոշումներ կատարեք եւ չտրվեք էմոցիաներին, որովհետեւ ձեր կողքին կա մի մարդ, որը այսպես չի թողնում դուք նորմալ շունչ քաշեք։ Ոտ, այսինքն խեղդում է ինքը ձեզ ձեր էմոցիաների մեջ, մենք այդ տեսակ շուտ ունենք։ Երկրորդ տարբերակ ձեզ ինչ են խորհուրդ տալիս տարոները ձեր կողքի մարդու համար, թարսեն ընկել տարոները։ Օգտվեք իր բարությունից, ինքը շատ բարի անձնավորություն է։ Ամեն ինչ բալանսավորեք, ձեր զգացմունքները վերանայեք եւ փորձեք այսպես պոզիտիվ ամեն ինչին նայել, որովհետեւ մենք շուտ ունենք, որ չի սիրում ագրեսիա, ու սիրում է քնել, հանգստանալ, երազել։ Դա ինչ։ Միասին երազեք, իսկ ինչ կլինի որ։ Եվ երրորդ վերջին տարբերակ ձեզ ինչ է խորհուրդ տալիս ձեր տարոները, ուրեմն տարոները ձեզ խորհուրդ են տալիս, որ մտածեք ձեր հաջողության մասին, ձեռքբերումների մասին եւ հասկացեք դուք տվյալ մարդու հետ ինչ եք ձեռք բերում, հա, առողջության վատացում, առողջություն, ուշադրություն, մի փոքր մտածեք ձեր մասին, որովհետեւ դուք ունեք անակնկալներ սիրող աֆերիստ, ձեր կողքին այսպես դուք չգիտեք իրանից ինչ սպասեք, ինքը հանկարծակի հայտնվում է, հանկարծակի կորում է, հանկարծակի նվեր է բերում, հանկարծակի ձեզանից ստանում է, այնպես որ դուք այստեղ մի քիչ մտածեք ոչ թե էմոցիաների մասին, այլ թե դուք իր հետ ձեր հարաբերություններում ինչ հետ կգցեք, դառը փորձ, դպրոց, ինչ սպասեք իրանից,
որովհետև դուք ունեք շատ խորամանկ անձնավորություն։ Ես չեմ ասում, որ այս խորամանկությունը կարա լինի վատ, բայց կարա լինի այսպես անակնկալ, ամեն րոպե դուք չգիտեք իրանից ինչ սպասեք։ Ինքը տեղով человек սյուրպրիզ, հա, ձեր համար ինքը մեծ անակնկալներով լեցուն անձնավորություն է։ Ինչը որ կարող է խանգարել ձեր, այսպես ասեմ, ձեռքբերումներին, ուշադիր եղեք։ Շատ ձեր հաջողության կամ ձեռքբերումների կամ ֆինանսի մասին մի կիսվեք իր հետ, գաղտնի պահեք, ոտ